Ես միանում եմ իմ ընկերների նախաձեռնությանը եւ անիմաստ եմ համարում պահպանել սեփական պարգևը, եթե ընկերներս հրաժարվում են, քանի որ մենք բոլոր գործողությունների ժամանակ միասին ենք եղել եւ այդ միասնականությունն է ինձ ստիպում, որպեսզի ես նույնպես հրաժարվեմ, ինչպես նշեցի, պարգևը պահպանելը ուղղակի այս դեպքում անիմաստություն եմ համարում եւ միանում եմ իմ ընկերներին, սա իմ մեդալն է, որը ստացել եմ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Եվ վերադարձնում եմ պարգևը։ Շնորհակալություն, ավելացնում։ Ներողություն, որ մի փոքր էլ բացեք։ Նկատի ունեք, որ դեմ եք նաև ցեղաց, որտեղ ձեր հաղորդագրության մեջ կար ցեղասպանության ժողովման քաղաքականությանը, ոչ միայն Արցախի հարցում կամ Հայաստանի իշխան տարածքի հաշվին է զիջումներին։ Ես համամիտ եմ բոլոր այն կարծիքների հետ, որոնք որ իմ ընկերները հնչեցրել են, ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ հավատում եք, որ հակառակորդը հնարավոր է խաղաղ ապրել, որ տեսել եք, էլի մարտի դաշտում զգացել եք, թե ինչեր են արել կամ ինչպիսի ատելությամբ են մեր նկատմամբ լցված եղել, իրենց հետ հնարավոր է։ Գիտեք, ամեն կոնկրետ իրավիճակում, ամեն կոնկրետ իրավիճակ ունի իր գնահատականը, այսինքն պատմության մեջ կան դեպքեր, երբ որ ստացվել է խաղաղ համակեցությունը հայերի եւ թուրքերի կամ հայերի եւ ադրբեջանցիների միջև, բայց վերջին շրջանում չի ստացվում։ Շնորհակալություն։ Ես Կարշին եմ, միանում եմ իմ մարտական ընկերների նախաձեռնությանը, ունեմ վաստակ ռազմական գործողությունների ժամանակ, այսօր հանձնում եմ, մինչև այն պահը կարծում եմ, երբ արժանի կլինենք, այսինքն կազատագրենք մեր երկիրը, մենք սահմանն ենք պաշտպանում, պարզվեց թուրքը երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած, չնայած շուտ էր պարզվել, շատերի համար նոր պարզվեց։ Հիմա կհանձնենք մինչև այն պահը, երբ որ կազատագրենք մեր երկիրը եւ հետո կարժանանանք այս վաստակներին։ Այսքան Արման Մխիթարյան, Գարեգին Նժդե մեդալն է, մասնակցել եմ, եղնիկներում ենք եղել ենք եւ հետախուզ եւ գրոհային ենք եղել, այսինքն որտեղ մեր կարիքն ա եղել, չենք զլացել, մասնակցել ենք։ Այդպես բոլորը նորից կգնա, որովհետև անընդհատ ասում են, որ մենք կարծես թե այսպես է, զենքերը վայրդրած վիճակում ենք, մեր հարությունը պատրաստ չի, եթե Աստված միացնի ինչ-որ բան լինի։ Տեսեք, բնականաբար, եթե խնդիր կա քո հարազատներին, քո ազգակիցներին պաշտպանելու, պետք է այդ խնդիրը լուծես։ Այլ հարց է, որ գիտակցում ես, որ թշնամին եւ թիկունքում է, եւ արջևում է, եւ ամենուր է։ Սա այլ խնդիր է, բայց եթե վտանգ կա, իհարկե պետք է պաշտպանես։ Թեկուզ գիտակցելով, որ շանսերը շատ չնչին են։ Ոչ թե նրա համար, որ մենք ենք թույլ, այլ նրա համար, որ ցանկացած պահի, ցանկացած կետից կարող է խնդիր ծագի։